Մերձավոր Արևելքը կրկին պայթեց Թեհրան-Վաշինգտոն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից 20 օր անց այստեղ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Տարածաշրջանում հարաբերական անդորը խաթարվել է, պատերազմը վերսկսվել։ Հակամարտության կողմերը փոխադարձ ինտենսիվ գրոհներ են իրականացրել։ Ամերիկյան օդուժը հարվածել է Իրանի ավելի քան 80 ռազմական թիրախների։ Պայթյուններ են որոտացել Բանդար Աբբաս, Սիրի քաղաքներում և Քերշմ կղզում կան տուժածներ։ Կենտրոնական հրամանատարությունը պնդում է, սա պատասխան է Իրանի Հորմուզի նեղուցում 3 նավի վրա հարձակումներին, ինչը Թեհրանը կտրականապես հերքում է։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահը խոսել է Իրանից, հայտարարելով, որ Թեհրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրն ավարտված է։ Մենք հզոր հարվածներ ենք հասցրել Իրանին, շատ վտանգավոր մարդիկ են իրանցիները։ Նրանք հիվանդ են, ինչ-որ բան այն չէ նրանց հետ։ Մենք նրանց ասացինք զբաղվեք ձեր հուղարկավորության արարողություններով, դրա փոխարեն նրանք հրթիռներ են արձակել նավերի ուղղությամբ։ Այնպես որ մենք շատ հզոր գրոհ ենք իրականացրել, 20 անգամ ավելի հզոր։ Նրանք շատ կեղտոտ խաղ են խաղում։ Սպիտակ տան ղեկավարը շարունակել է վիրավորանքների շարքն ու Իրանը համեմատել քաղցկեղի հետ, իսկ ուռուցքն ըստ Թրամփի պետք է հեռացնել հենց սկզբից։ Թեհրանը նախազգուշացրել էր, որ տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմակայանները օրինական թիրախ են իրանական զինուժի համար, զգուշացրել ու գրոհել է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ու օդատիեզերական ուժերը հարվածել են Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան 85 ռազմական օբյեկտի, ի պատասխան իրանական տարածքի վրա Միացյալ Նահանգների հարձակումների։ Գրոհելիս կիրառել են հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր։ Իրանի զինուժը ջախջախիչ հարվածներ կհասցնի ցանկացած ոտնձգության դեմ։ Մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը։ Ամերիկյան կողմն առավոտյան շարունակել է հարվածները, թիրախավորվել են Բուշերի 2 ռազմաբազաները։ Գրոհներ են իրականացվել նաև Իրանի մյուս տարածքների ուղղությամբ, նախնական տվյալով կա զոհ ու վիրավորներ։ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուց բացի Միացյալ Նահանգները Իրանին նաև տնտեսապես է պատժում։ Նահանգները հետ է կանչել Թեհրանին տրված նավթի վաճառքի թույլտվության արտոնագիրը։ Որոշումը կայացնելուց հետո նավթի գինը բարձրացել է ավելի քան 3%-ով։ Սպառնալիքների ու շորթման դարաշրջան ավարտվել է, դա ոչ մի տեղ չի տանի։ Մենք չենք զիջի։ Իրանի խորհրդարանի խոսնակ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է անդրադարձել վերջին իրադարձություններին։ Նա վստահեցրել է, նավթային պատժամիջոցների վերականգնումը, Իրանի դեմ հարձակումներն ու մշտական սպառնալիքները չեն փոխի Թեհրանի դիրքորոշումը։ Պատերազմական գործողություններին զուգահեռ Մերձավոր Արևելքի մուսուլմանական երկրները շարունակում են սգալ Իրանի նահատակված գերագույն հոգևոր առաջնորդի մահը։ Իրաքի Նաջաֆ քաղաքում սկսվել է սգոերթ ի հիշատակ իսլամական հեղափոխության զոհված առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների։ Հուղարկավորության արարողություններին մասնակցել են միլիոնավոր իրաքցիներ, ինչպես նաև ուխտավորներ մի շարք այլ քաղաքներից։ Նահատակների մարմինները հասել են Իմամ Ալիի Սուրբ Դամբարան, ուր դրանք ուսերին տարել են հազարավոր սգացող իրաքցիներ։ Այնուհետև հուղարկավորության երթը կշարունակվի Սրբազան Քերբելա քաղաքում։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Հուլիսի 9-ին Այաթոլլահ Ալի Խամենեին կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։